Բարև ձեզ, ես Սաթենիկ Նեմհարությունյան, մանկաբույժ Մոգովիսցիդոզի կենտրոնի բժիշկ։ Այսօր խոսելու ենք շատ նոր թեմայի մասին, որն է էլեկտրոնային ծխախոտի ինդուկցված թոքերի վնասում։ Թեման իրոք նոր է, թեման դեռ ճանաչված չէ եւ թեման շատ արդիական է, որովհետեւ այն բոլոր բժիշկները, ովքեր աշխատում են թոքային խնդիրների հետ, պետք է պարտադիր տեղեկացված լինեն թոքերի վնասման մասին, որը առաջացնում է էլեկտրոնային ծխախոտը։ Ինչ ընտրել, ծխախոտ, թե էլեկտրոնային ծխախոտ, ոչինչ, քանի որ թե էլեկտրոնային ծխախոտը, թե ծխախոտը վնասում են մեր և մեր շրջապատի առողջությանը, բայց մենք գիտենք միայն ծխախոտի վնասների մասին և ամենուրեք տեսնում ենք վեյփ սիթիների գովազդներ, գեղեցիկ գովազդներ և իհարկե հարց է առաջանում, ուրեմն չի վնասում, ուրեմն ինքն ավելի բարենպաստ ազդեցություն ունի մեր վրա, գնում ենք, ծխում ենք, չիմանալով դրա երկարատև ազդեցությունների մասին մեր շնչառական առողջության և մեր երեխաների շնչառական առողջության վրա։ Այսօր խոսելու ենք էլեկտրոնային ծխախոտ ինդուկցված թոքերի վնասման մասին, նոր ախտորոշման մասին, էվալինք, ինչ է դա։ Այսօր էլեկտրոնային ծխախոտով ինդուկցված թոքերի ախտահարումը երեխաների առողջությանը վնասող աճող խնդիր է ողջ աշխարհում և իհարկե խոցելի խումբ են դեռահասները և երիտասարդները։ 2019-24 թվականին էվալի բռնկում էր հիմնականում ԱՄՆ-ում և նույն ժամանակ աշխարհում նկարագրվում էին եզակի դեպքեր։ 2020 թվականին CDC-ի հաղորդումով գրանցվել է թոքերի վնասման, էլեկտրոնային ծխախոտով թոքերի վնասման 2807 դեպք, որոնցից 60-ը մահվան դեպքով։ Էլեկտրոնային ծխախոտի կազմի մասին շատ չեմ մանրամասնի, ուղղակի կասեմ, որ էլեկտրոնային ծխախոտի հեղուկ կազմը պարունակում է պրոպիլեն գլիկոլ, կամ և բուսական գլիցերին, նիկոտին, արոմատիզատորներ և տարբեր հավելումներ։ Շատ կարելի ասել պարզ կազմ, բայց արոմատիզատորները, տարբեր հավելումները կարող են ձեր և մեր երեխաների շնչառական առողջության վրա ունենալ շատ բացասական ազդեցություն։ Էլեկտրոնային ծխախոտի աերոզոլի քիմիական կազմում առկա են ալդեհիդներ, կետոններ, հիդրոկարբոն։ Արդեն ապացուցված է և կան աշխատանքներ, որ կազմի մեջ մտնող արոմատիզատորների դիացետիլը առաջացնում է օբլիտարացվող բրոնխիոլիտ և այսպես կոչված պոպկորն բնութագրող թոքեր։ Իսկ օրինակ վիտամին E ացետատը, որը ներքին ընդունման ժամանակ անվտանգ է, ինհալյացիոն ձևով էվալիի թոքերի վնասման, այս նոր ախտորոշման հիմնական պատճառներից է։ Ինչպես է ընթանում թոքերի ախտահարումը, չմանրամասնելով նշեմ, որ այն կարող է ընթանալ լիպոիդ թոքաբորբի, գերզգայունության պնևմոնիտի, սուր էոզինոֆիլային թոքաբորբի, օբլիտարացվող բրոնխիոլիտի, սուր ֆիբրինոզ կազմարվող թոքաբորբի և իհարկե էվալիի ձևով։ Կցանկանայի այս կարճ զեկույցում ներկայացնել պացիենտի դեպք, որը վերցված է միջազգային գրականությունից։ Պացիենտը 17 տարեկան ընդունվում է ինտենսիվ թերապիայի բաժանմուն կրծքավանդակի ուժեղ ցավով և աճող դիսպնոյով, թթվածին սատուրացիա 87։ Երիտասարդը անամնեզում ախտորոշված ունի ասթմա և իհարկե նշվում է էլեկտրոնային ծխախոտի օգտագործում ավելի քան 3 տարի։ Նախնական ռենտգեն քննությունը աննշանակալի է, իսկ մեծը դրական է մարիխուանայի նկատմամբ, ասել, որ էլեկտրոնային սիգարետի, ինչպես նշեցի, հեղուկ մասը կարող է պարունակել նաև շատ հետքեր մարիխուանայի։
Եվ իհարկե, թոքային էմբոլիկ կասկածի կապակցությամբ կատարվում է համակարգային շերտագրում անգիոգրաֆիայի։ Դուք տեսնում եք այստեղ համակարգային շերտագրումը եւ իհարկե տեսնում եք բազալ ground glass կամ փայլատապակի սեպտալ հաստատումը եւ բլեմոմեդիաստինումը, որոնք բոլորը բավական բնորոշ են ալիտոնային սիգարետի առաջացած փոփոխությունների։ Իհարկե կատարվում է նաև տրանսբրանխիալ բիոպսիա, որը տեսնում եք հայտնաբերվում է ֆիբրինոզ բրոնխիոլիտ կազմավորվող թոքաբորբով։ Բուժումը երիտասարդին նշանակվում է ներերակային մեթիլպրեդնիզոլոն 1 մգ կիլոգրամով, դոզայի աստիճանական իջեցում 9 օրից։ Նշանակվում է նաև BiPAP 3 օրից BiPAP-ից անջատումով եւ 1 ամսից իհարկե երիտասարդը ասիմպտոմատիկ էր։ Իհարկե շարունակվում է մեթիլպրեդնիզոլոնի օգտագործումը դեղաչափի իջեցումով։ Եվ այսպես տուն տանողի հաղորդակցությունները։ Առողջական խնդիր չունեցող դեռահասների երիտասարդների շրջանում առանց ակնհայտ պատճառ շնչառական դիստրեսի, հարաճուն վատացման, պահպանվող հիպոսատուրացիայի եւ համակարգային շերտագրության ժամանակ ինտերստիցիալ հիվանդանությանը նմանակող նշանների դեպքում մտածել թոքերի էլեկտրոնային ծխախոտ ինդուկցված վնասման մասին։ Շնչառական խորհրդի խնդիրներով պացիենտների շրջանում միշտ ունենալ դեռահասների երիտասարդների բարձր կասկած, որ կարող է միանալ հիմնական խնդրին նաև էլեկտրոնային սիգարետով առաջացած խնդիրները եւ նմանատիպ նշված գանգատների դեպքում, որոնք չեն բացատրվում հիվանդության սրացումով, նույնպես մտածել թոքերի էլեկտրոնային ծխախոտ ինդուկցված վնասման մասին եւ հիշեք, որ թոքերի էլեկտրոնային ծխախոտ ինդուկցված վնասումը արդեն մեր հետ է, մեր հետ ապրող ախտորոշումը։ Շնորհակալություն ուշադրության համար եւ մինչ հանդիպում։